Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 19-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Անդրադառնանք նաև ուկրաինական պատերազմին, որովհետև այսօր ամեն օր երևի օր չկա, որ նոր լարվածություն չլինի։ Դիվանագիտական, ռազմական, շատ լուրջ ձևով խնդիրները օղակը սեղմում են Ռուսաստանի շուրջ, նա էլ փորձում է այդ վիճակից դուրս գալ, արևմուտքին մեղադրել, թշնամի հայտարարել եւ այդ պարագայում պատկերացրեք Հայաստանի վիճակը, որ նախ Ռուսաստանը պատերազմով նոր աշխարհակարգի մասին ենք խոսում, թե ինչ տեսք կունենա, թույլի իրավունքը կհարգվի, ուժեղի իրավունքը կհարգվի, թույլ է թեկուզ չասենք փոքր պետությունների այդպես բացի դրանից էլ մեր տարածաշրջանում ինչ կլինի, մանավանդ որ մեր իշխանությունները բացարձակ ցանկություն չունեն Ուկրաինան Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու։ Իսկ հիմա նայենք Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի Ես որոշել եմ հետ կանչել Գդանսկում վերջին ռուսական հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը։ Այդ մասին ռուսական կողմին կտեղեկացվի պաշտոնական նոտայով։ Արտգործնախարարն այս որոշումը կապել է Լեհաստանի երկաթգծում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ։ Սիկորսկին հավելել է, որ եթե նման միջադեպեր կրկնվեն, կկայացվեն հետագա որոշումներ։ Հիմա կարող են իհարկե փոխադարձ մեղադրանքներ, պայթյունով արեցով կազմակերպեցում, դրդմամբ եւ այլ, բայց փաստը սա դիվանագիտական հարաբերություններ են պարզում Ռուսաստանի հետ։ Հյուպատոսական վերջի ծառայությունն է Լեհաստանում փակվում։ Ինչ է նշանակում, դե հիմա պարզենք ինչա ալնելու։ Ինչպես տեսնում եք, պարզելու փուլում չեն արդեն փոխադարձաբար մեղադրանքների ու քայլերի փուլում են։ Նրանով պայմանավորված է նաև մեր անելիքը, մեր տեղը է աշխարհում։ Անմիջապես դրան արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլուկ քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են։ Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսական փակումը ոչ մի կապ չունի առողջ բանականության հետ։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Լեհաստանի երկաթուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են եւ մերկապարանոց։ Լավ, ասեցիք անհիմն են, բայց նրանք հյուպատոսական ծառայությունը փակում են ու սրում են լարվածությունն առաջ են տանում։ Այս պարագայում Ռուսաստանը պետք է կողմնորոշվի ինչ անում։ Այս են Ռուսաստանը, որ Ուկրաինային բոլոր հարցերը իր առաջ որ դրեց, ոչ մի բան չկատարվեց, Ուկրաինային կատեգորիկ դեմ էր, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց այդ ընթացքում Ուկրաինայի հետ առճակատման ժամանակ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանը կրկնապատկվեց Ֆինլանդիայի անդամակցությամբ։ Էլ չասենք, որ Շվեդիան, որը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, եթե հարևանել չի ցամաքային, ես պարբերաբար դա նշանում եմ որպես հարևան, որովհետև Բալտիկ ծովի մյուս կողմն է եւ Ռուսաստանի համար ոչ պակաս վտանգ ու ռազմավարական վտանգ է հենց Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, որովհետև Բալտիկ ծովում արդեն Ռուսաստանը իրեն ազատ զգալ չի կարող։ Այսինքն պատկերացրեք, այս մենակ ցամաքայինն եմ ասում։ Եվ շատ դեպքերում Հայաստանում ասում են, այ եթե մեկ մեզ լավ պահեինք, Ռուսաստանը մեր հանդեպ լավ կվարվեր։ Ժորժ ջան, իսկ ռուս ժողովուրդը իրան լավ չի պահե Պուտինի հանդեպ, որ այս ինչ որ որոշեց լրիվ ուրիշ բաներ ստացվեց։ Որ տանում այդ մարդկանց կոտորումա չես հասկանում ինչի համար։ Իրա ժողովուրդն էլ լավ չէր պահել, դա էր պատճառը, որ ինա դեր հանում։ Այդքան ինչքան ուզում ընտրվում, այս թիվ ուզում գրում են։ Ինչով էր մեղավոր իրա ժողովուրդը։ Որպեսզի մենք մտածենք, թե մեր նկատմամբ կարող է վերաբերմունքը ուրիշ լինի, եթե մենք իրա նկատմամբ ուրիշ վերաբերմունք։ Նրա որ կանխատեսումը ճիշտ դուս եկավ, որ քայլերը ճիշտ դուս եկավ։ Բա ուզում եք ֆորպոստի կարգավիճակով լինեք, այսօր Մոսկվային են խփում։ Ուզում եք ֆորպոստ լինեք։ Իսկ հիմա նայենք Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն առաջարկել է Միացյալ Նահանգներին հրաժարական տալ 2-3 տարվա անցումային շրջանի ընթացքում։ Նա այս գաղափարը ներկայացել է ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ, Սպիտակ տունը մերժել է նրա առաջարկը եւ պահանջել նրա
անհապաղ հրաժարականը։ Այստեղ խնդիրը դնենք մի կողմ, որքանով է այդ վիճակը այդքան լարված, թմրանյութերի հետ կապված հարցերը ինչ աշճան, ինչ սրությամբ են։ Գիտենք մի բան, որ ամենամեծ պաշարը նավթի ունի Վենեսուելան, գիտենք մի բան, որ դիկտատոր է, գիտենք մի բան, որ այդ դիկտատորը բնականա դիկտատորների հետ շատ լավ հարաբերություններ ունի, առաջերտին Ռուսաստանի հետ, եւ այս պարագայում, այսպես ասենք, էլի արտաքին քաղաքական հարցերում ստեղ կոնսերվատորիա չի եւ ջութակահարներ չեն հավաքված, գեղեցիկ սիրուն ստեղծագործություն կատարեն։ Այո, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ատամը ցույց է տալիս եւ կարողանում է Վենեսուելային իր տեղը դնի բավական կոշտ ձևով, դա միայն դրական է, որովհետեւ ի վերջո արդեն պետք է հասկանան, որ Դոնալդ Տրամպը ինքը պետք է հասկանա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների երբեմն ի կշիռը պետք է վերականգնի։ Այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում էր, եթե Իրաքը մտել է Քուվեյթ, դա ինձ վերաբերվող հարց է։ ՄԱԿ-ը որոշում կայացրել է, մենք մտել ենք, գնացել ենք, եթե Ամերիկան մտել է, գնացել են դաշնակիցները կողքը հավաքվել են, ոչ թե Ամերիկան գնա, մենք իր կողքը չլինենք։ Այսպես Ամերիկային տենց գիտեն։ Եթե Ամերիկան այդպես չի, ուրեմն կարող է Վենեսուելան գլուխ բարձրացնի, բոլորն էլ գլուխ բարձրացնեն։ Եթե դու Ռուսաստանին իր տեղը չդնես, ինքը Վենեսուելային կարա քու դեմ հանի։ Հիմա բարեբախտաբար արդեն այդ ամեն ինչը համենայն դեպս գոնե Վենեսուելայի հետ կապված հարցում, եթե Դոնալդ Տրամպը կարողանա վճռական հարցը առաջ տանել եւ հարցին լուծում տալ, ցանկացած լուծում, որը բոլորն էլ հասկանում են, որ կատարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով։ Միանշանակ ընդունելի է։ Իրանը շարունակում է դիմադրել, չնայած այդքան խիստ տոնով չէ ոնց որ առաջ, բայց այնուամենայնիվ հիշեցնում է, որ ինքը մնացել է այդ գծի վրա։ Իսկ սա մեզ համար խնդիր է, որովհետև գիտենք, որ հաստատ Իրանի ցանկություն չունի, որպեսզի մենք մեր ճանապարհով ասենք անցնի Տրամպի ուղին, ինչքան ուզում է ինքը ասի, մտահոգված էի, հետո մտահոգությունս փարատեցին, միևնույն, բայց այնուամենայնիվ իր համար իհարկե ձեռնտու չի։ Եթե Հայաստանի տարածքով չշփվեն, իր տարածքով են շփվելու։ Իսկ ինքը այսօր երկու խնդիր է լուծում։ Նախ իր տարածքով չեն շփվելու, հետո Հայաստանի տարածքով շփվելու պարագայում էլ ինքը մի տեսակ այդ process-ից դուրս է մնում։ Ինչքան ուզում ասենք, դա իր շահերից է բխում։ Իսկ հիմա Իրանը եթե կոնֆլիկտ ունի Ամերիկայի հետ, դա մեզ համար խնդիր է։ Հիմա Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Կամալ Խարազին ինչ է ասում։ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների, եթե դրանք ընթանան լիովին հարգալից։ Թեհրանը չի փոխի այն դիրքորոշումը, որը զբաղեցրել էր մինչև հունիսին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից նրա հարձակումը։ Նրանք պետք է առաջին քայլը անեն ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով։ Դա պետք է հիմնված լինի հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Ցավոք նախագահ Տրամպը չի հավատում դիվանագիտական միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար, ասել է Խարազին։ Խարազին նշել է, որ ուրանի հարստացումը կշարունակվի, քանի որ երկրին վառելիք է անհրաժեշտ էլեկտրակայանների համար եւ բժշկական նպատակներով։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը նրա խոսքով ընդլայնվում է, նույնպես կհանվի բանակցությունների սեղանից։ Բալիստիկ հրթիռների խնդիրը նա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասեց պատժամիջոցներ կկիրառենք Իրանի նկատմամբ, եթե իրանք շարունակելու են այդ բալիստիկ հրթիռների արտադրությունը, հիմա իրանք ասում են անգամ բանակցությունից մենք այս կետը հանելու ենք, այսինքն մենք մեր հրթիռը ստեղծում ենք, դա կապ չունի Ամերիկայի հետ քննարկելու։ Միացյալ Նահանգների հետ մենք կքննարկենք միայն միջուկային հարցը, բայց այնուամենայնիվ երբ որ ակնարկում է Իրանը, որ մենք սպասում ենք Ամերիկայից խոսքի, նույնիսկ եթե ասում ենք մեր դիրքերը չենք փոխել, այդքան էլ այդպես չի, որ Դոնալդ Տրամպը դրան արձագանքել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման նշել է. կարող եմ ասել, որ նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել։ Այդ նկատի ունի Իրանին։ Ես լիովին պատրաստ եմ, մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, սկսել ենք գործընթացը եւ հրաշալի կլինի համաձայնագիր կնքել Իրանի հետ։
ասել է ԱՄՆ նախագահը։ Ես իհարկե չգիտեմ Դոնալդ Թրամփը որտեղ է բանակցություն վարում, որովհետև եթե ինքը բանակցություն վարի, իրանք ուղիղ շփում չեն ունենում, լինում է միջնորդավորված այսօր գաղտնի բանակցություն չեն վարի, որովհետև Իրանը չի վստահի նահանգներին, որպեսի գաղտնի բանակցություններ վարի։ Իսկ աչքների առաջ բանակցություն էին վարում, այդ ընթացքում Ամերիկան ասեց զգոնությունը բթացրեցինք եւ հարված հասցրեցինք, դա նշանակում է այդքան էլ այդպես չի, որ բանակցություն են վարում, բայց որ Իրանը այնուամենայնիվ ակնարկներ արել է, դա է զգացվում է նաեւ այս հայտարարությունից։ Ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր է, որ լուծումը գտնվի, եթե լուծումը խաղաղ գտնվի, անհամեմատ ավելի կարևոր է, որտեղ Միացյալ Նահանգների ներկայացվածությունը մեր տարածքում ակնհայտորեն շատ լավ է, որ Իրանի հետ կապված մենք խնդրեմ չունենանք, մեզ համար խնդրեմ չստեղծեն։ Առավել ևս, որ մենք պարբերաբար Իրանի հետ կապված հարցերում շատ լավ աջակցելով Իրանին, կարծելով, որ դա շատ ձեռնտու է եւ դատապարտելով Իսրայելին, իսկ Ամերիկան ասեց Իսրայելը չի, ես եմ այդ պատերազմին մասնակցել։ Այսինքն Ամերիկայի անունը չտալով, Իսրայելի անունը տալով միևնույնն է ագրեսոր համարում ես հարձակվող կողմին։ Եվ դա մեզ որևէ բան չտվեց։ Շատ լավ կարելի ասել մեր հարևանն է, լավ լինենք հետը, բայց ոչ թե ավելին ասել, որ հետո դառնաս կոնֆլիկտի կողմ։ Չնայած էլի պարբերաբար մենք այս հարցին կանադառնանք, որտեղ ինչպես տեսնում եք, երևի օր չկա, որ այս հարցին Իրանը չանդրադառնա։ Եթե Իրանը ամեն օր անդրադառնում է ու այդ մտավախությունն ու վտանգը կա, ուրեմն ամեն օր էլ մենք պետք է անդրադառնանք, թե ի վերջո ինչ շեշտադրում են իրան կանում, որովհետև սա Իրանին մի քանի հարված հասցնելով այդ երկիրը չի վերանա 1.650.000 քառակուսի կիլոմետր տարածք է, հետո մինչև զրույցը պրծնենք կարող է 1 միլիոն էլ ավելանան, էլի, այսինքն համարյա մինչև 90 միլիոն բնակիչ։ Եվ այս պարագայում այնքան իրանց համար վտանգ չի, ինչքան մեզ համար, որ ցանկացած անկանխատեսելի բան կարող է տեղի ունենալ։ Իսկ հիմա ինչ տարածվեց, Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ համատեղ մշակում է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր։ 28 կետից բաղկացած ծրագիրը ոգեշնչված է Թրամփի Գազայի պատերազմի լուծման ռազմավարությունից, համաձայնագիրը ներառում է 4 հիմնական բաղադրիչ՝ խաղաղության հաստատում Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում եւ ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Access-ի տվյալներով Թրամփի հատուկ դեսպանուց Սթիվ Ուիթքոֆը, որը ղեկավարում է ծրագրի մշակումը, այն մանրամասն քննարկել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ եւ նա հոկտեմբերի վերջին այցելել է, երբ նա այցելել էր Մայամի։ Այգե դրան էլ անմիջապես արձագանքել է Դմիտրի Պեսկովը, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանի նախագահի մամլոք-քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ որևէ նորություն չկա։ Հենց ինքը այս հարցն էին տվել Access-ի նյութի մասին։ Ոչ, դեռ չկան նորություններ, որոնք կարելի կլիներ ձեզ հաղորդել։ Անկորիջում, այսինքն Ալյասկայում, քննարկումից բացի նորություններ դեռևս չկան, ասել է Պեսկովը։ Այնուամենայնիվ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ-որ քննարկումներ անի, ինչ-որ բաներ նախապատրաստի, բայց առայժմ չի եկել այդ փուլը, որ Ռուսաստանի հետ նստեն բանակցությունների։ Իսկ այս ընթացքում Ռուսաստանը, որ փորձում է շատ մեծ զոհերի գնով գոնե մի քանի կիլոմետր առաջ գա, գոնե ասի ենթադրենք հասա ինչ-որ մի սահմանի եւ ասի այդ դիրքից եկեք բանակցենք, դա էլ խնդրի լուծում չի, որտեղ պետք է հասկանալ մի բան։ Ռուսաստանը ենթադրենք մի քանի կիլոմետր էլ եկավ, ու այդ մի քանի կիլոմետր գալուց հետո պատերազմը դադարեցրեց, ինչ։ Դա ինչ է տալու իրան։ Պատերազմը դադարեց, ինչ եղավ։ Այն գլխակերները հետ եկան, հետո ինչ է անելու, ժողովրդին ինչ է բացատրելու։ Ռազմական ռելսերից հանելու է երկիրը, սկսելու է քաղաքացիական բաները, կազմակերպությունները զարգացնել, որպեսզի ժողովրդի կենսամակարդակը լավացնի, ինչ քայլեր է անելու։ Ինքը այդ պատերազմը դադարեցնելու ձևը չունի, որովհետև պատերազմը ոնց դադարի, որ ինքը գոնե համարեն ոչ ոքի, գոնե համարեն, որ ինքը դե տեսակ Ժորժյան, այսքան կռիվ այդ մի քանի կիլոմետրի համար էր, ոնց պիտի դա բացատրի իր երկրին, առավել ևս այդ երկրին, որը ռազմական ռելսերի վրա է, առավել ևս այդ երկրին, որ ամեն օր արդեն իր կաշվի վրա է ազգում այդ դժվարությունները պատերազմի, որը մինչև այդ չէր զգում։ Այսինքն սա խնդիր է։ Ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգներն պետք է ընդունի, որ Ռուսաստանը, Պուտինը պատերազմը դադարեցնելու ծրագրից հետո անելիքը չի պատկերացնում։
Եթե նրան չպարտադրես, որ ինքը հասկանա պատերազմը շարունակելն անիմաստ է, նա պետք է շարունակի ժամանակ ձգի, մինչև տեսնի ինչ ալնում։ Իսկ այդ ընթացքը, որ ինքը ժամանակա ձգում, այդ ընթացքում, որ սանկցիաները արդեն կամաց իրան խեղդում են, այդ ընթացքում, որ երկրում խնդիրները առաջանում, այդ ընթացքում մենք շարունակում ենք ավելի սերտացնել հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Մեր ամբողջ խնդրը հենց կայանում է նրանում, որ մենք ամենօրյա ռեժիմով չենք այդ վտանգի մասին խոսում, որովհետև գնալով ավելի է վտանգավոր դարձել։ Ավելի է վտանգավոր հենց մեզ համար։ Առջևում ընտրությունն է, իսկ օրակարգը Ռուսաստանն է։ Իսկ Ռուսաստանն էլ աշխարհի օրակարգում է։ Նրա հետ վերաբերմունքն էլ մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Ամերիկյան բանակի նախարար Դեն Դրիսկոլը եւ գլխավոր շտաբի պետը գեներալ Ռենդի Ջորջը անակնկալ այցելել են Կիև։ Սա առաջին անգամն է, երբ Թրամփի վարչակազմի բարձրագույն պաշտպանական պաշտոնյաները մեկնում են Ուկրաինա։ Նրանց այցի նպատակն է եղել արագացնել խաղաղության գործընթացը եւ հասկանալ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն ու Ուկրաինան ավելի արդյունավետ համագործակցել զինատեսակների ու նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Նախատեսում է հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, ուկրաինացի զինվորական ղեկավարների եւ օրենսդիրների հետ։ Իհարկե Զելենսկին նաեւ Թուրքիա էր գնացել, Էրդողանի հետ էր հանդիպել, այնտեղ նաեւ Միացյալ Նահանգների հետ քննարկելու հարցեր կան, բայց Ռուսաստանն է դրան չէր մասնակցում, որտեղ ինքը օրակարգ չուներ, թե ի վերջո այնտեղ ինչա անելու։ Իդեպ երբ որ ասում ասենց զինատեսակների հետ կապված նոր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցելու, դրա մեջ նաև ուղղակիորեն մտնում է, որ ամերիկացիները եկել են Ուկրաինայից սովորեն դրոնների հետ կապված արդյունավետ աշխատանքը, ոչ միայն արտադրությունը, այլև կիրառությունը, որովհետև իրանք ընդունում են, որ այո, ժամանակակից պատերազմում դրոնները շատ լուրջ դերակատարություն ունեն, թե հարձակողական, թե պաշտպանական, իսկ պաշտպանական հարցն էլ լավ հիշում եք, որ նաև Ֆրանսիան է անում Ուկրաինայի հետ, որ հասնեն նրան, որ պաշտպանական դրոնների այսպես հովանոց սարքեն, որով կարողանան հարված հասցնեն թիրախներին, եւ այս պարագայում Ամերիկան նաև այո, եկել է Ուկրաինայից նաև բանսով։ Իդեալակը դա շատ օգտակար է, որտեղ առաջինը օգնում են Ուկրաինայում արտադրությունը զարգացնելու եւ երկրորդ իրանք սովորում են այն ինչ որ այս պահին շատ արդյունավետ է, որտեղ պատկերացրեք թե ինչ հրթիռներով էին հարվածում ռուսական դրոններին Ամերիկայի Միացյալ Նահանգների, շատ որակով, շատ կարևոր, շատ արժեքավոր անուն չդնենք, էլի որտեղ դրա կարևորությունը շատ մեծ է, դրա կարիքը Ուկրաինան շատ ունի, բայց հիմա այսօր հասնում են նրան, որ ավելի էժան դրոնով հարվածում են ավելի թանկ դրոնի, հասել են դրան, կամ ավելի էժան դրոնով հարվածում են եւ շատ թանկ համակարգերով փորձում են դրա դեմ պայքարել։ Այսինքն Ուկրաինան գնում է նաև արդյունավետության ճանապարհով, հուսալիության ճանապարհով։ Դա օգնում է նաև որ հնարավորության ձևով ծավալները մեծացնի։ Այսինքն նոր որակի պատերազմում շատ արագ, ավելի արագ կողմնորոշվեց հարձակման ենթարկված Ուկրաինան, քան հարձակվող Ռուսաստանը, որը երկիր է դրել ռազմական ռեսուրսերի վրա։ Ձեր աչքի առաջ է, տեսեք Ուկրաինան 22 թվին, տեսեք Ուկրաինան 25 թվին։ Տեսեք Ռուսաստան 22 թվին, Ռուսաստան 25 թվին։ Ինչ աճ ունի Ռուսաստանը այդ ուղղությամբ։ Ինչ նոր բան է ստեղծել։ Մի հատ ասի ես եմ այ տեսեք մի հատ բալիստիկ հրթիռ ունեմ, որ խփեմ, տեսեք ինչ եմ անելու։ Ու տենց ինքը ասի, ինքը լսի, ով է դրան արդեն լուրջ ընդունում։ Սա է որ փաստորեն մենք պետքա շատ ավելի ուշադրել ենք, որտեղ նույն ձևի նայենք Ռուսաստանն ասում է եթե պատերազմ պարտվի, կքայքայվի, կքանդվի, խորհրդային միության նման մասերի կբաժանվի։ Նույնիսկ եթե դա այդպես է, Ռուսաստանը չի վերանա։ Մենք ենք փոքր, որ պետքա գործենք առանց սխալվելու իրավունքի։ Թե Ռուսաստանը ինչ որ չափով որ մնա էլ 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Ինչ որ չափել որ մնա, ինչ որ չափ կմնա։ Բա մեր հետ կապված լա մտածենք ինչ կարող է լինի անորոշության պարագայում սխալ հաշվարկ անելու կամ սխալ խաղադրույք կատարելու ուրիշի խաղի վրա, որ մենք դրանցքի մասնակից էլ չենք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Վորոնեժին օգտագործելով ամերիկյան հեռահար ատակամ հրթիռներ։ Քաղաքի վրա արձակվել են ընդհանուր առմամբ 4 հրթիռ, որոնք որսացել են S-400 եւ Պանցիր հակաօդային պաշտպանության համակարգերով։ Ռուսական ուժերը արագորեն հայտնաբերել են ատակամ հրթիռների արձակման վայրը Ուկրաինայի տարածքում։ Մի քանի սուտ երկու նախադասության մեջ։
Առաջինը նախ Ատակամսը առաջի անգամ է ուկրաինացիք, որ օգտագործում են, դե հայմարս օգտագործում էին, Ատակամսի հետ կապված խնդիր էր, որովհետև ամերիկացիներն ասում են ռուսական տարածքին չխփեք, օկուպացված տարածքները մենք ճանաչում ենք Ուկրաինայինն, այն ինչ որ մենք ձեզ կտանք, կօգտագործեք այնտեղ, բայց ռուսական տարածքին, բուն տարածքին չհարվածեք։ Հիմա արդեն այդ փուլն էլ անցան, որովհետև այն հայմարսի համակարգից է Ատակամսով նաև արձակում բավական ավելի ծանր հարվածներ հասցնում եւ ճշգրիտ հարվածներ եւ ծանր հարվածներ տարբեր մոդիֆիկացիաները մոտարապես 320 կիլոմետր հեռավորության վրա հարվածներ են հասցնում, բայց շատ ծանր հարվածներ եւ այնպես ստացվում է բազմա Ռուսաստանը այս բոլորը օդում բռնում է բա որ բոլորն օդում բռնում է այդ ձեր նավթավերամշակման գործարանները որ կա այդ ռազմական օբյեկտները որ կա ուկրաինացիք պարսատիկով են խփում բայց այդքանը որ օդ են հանում մի մասը դրոններով մի մասը հրթիռներով լավ ամեն անգամ ասեցիք որ մենք կանխեցինք բայց այդ բոցերը մարդիկ չեն տեսնում բայց բենզինի հերթերը չեն տեսնում բենզինի որակը որ ունես բաներ եք խառնում որ մի կերպ կարողանաք քանակ ապահովեք ու մեքենաների հերն անիծում եք դուք ձեր ժողովրդի աղմուկը չեք լսում նրանց բարձրացած բողոքը չեք լսում, բայց նրանց բարձրացած աղմուկը Հայաստան հասնում է, ձեզ չի հասնում։ Գիտեք քանի քաղաքից են մեր հայրենակիցները գրում, որ ճիշտ եք ասում, այ մեր մոտ սենցա լավ մի բան էլ ավելի վատ է։ Այդ որ ասում եք ավելի խայտարակ բաներ են, նոր բաներ կատարվել, ամեն անգամ մի նոր բան նշում են, որը այդ պահին կարող է ես տեղյակ չլինեի։ Ես ստուգում ենք ուրիշ աղբյուրից, տեսնում ենք ճիշտ են ասում։ Սա է։ Եվ երկրորդ Ռուսաստանը եթե ասում է Ատակամս հրթիռների արձակման վայրը Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են։ Հետո Ատակամսը կրակեց համակարգը տեղափոխում են։ Ինչի նորություն, չգիտեք։ Այդ մեկ։ Եթե դու հայտնաբերել ես, պատասխան հարված հասցրել ես, հայտնաբերելու ամբողջ իմաստն է, որ պատասխան հարված հասցնես։ Թե չէ, կուրսի մեջ եք, որտեղից է կրակել։ Կարևորը գիտեք որտեղից է կրակել։ Որտեղից կրակել է երկրորդ անգամ այդտեղից չի կրակելու։ Այդ համակարգերը չի, որը ռիսկի դիմես։ Եթե տենց լներ, հիմա այդ ամբողջ համակարգերը քանի հատ օդահանած կլնեիք ու գլուխներդ գոված։ Որ տեսեք ինչեր են կարել։ Եթե դու հայտնաբերել ես հարված չես հասցրել, ուրեմն քո հայտնաբերելը ոչինչ չարժե, որտեղ երկրորդ անգամ դու նույն տեղը նրան չես հայտնաբերի։ Այսինքն այդ էլ ուղղակի ցույց են տալի թե մենք ինչ կարևոր հնարավորություններ ունենք։ Հնարավորություններ ունեցողը կասեր պատասխան հարվածով ոչնչացրել ենք նշանակետը։ Բա ասեիք։ Մենք էլ լսեինք, այդ էլ կարդայինք, ասեինք, հա, ժողովուրդ ջան, իմիջիալոց կարողացել են ճշգրիտ հարված հասցնել։ Դուք հազիվ խփեք հիվանդանոց, շենքեր, տներ, բնակելի շենքեր։ Իսկ մի բան էլ ուղղակի նայենք, որովհետև շատ է խոսում այն մասին, որ նոր որակի հարաբերություններ Հայաստանը Թուրքիայի հետ, էս են անում, են անում, բայց ամեն անգամ Թուրքիայից զգուշացնում են, որ հանկարծ չոգևորվեք, որ հանկարծ այդ նոր հարաբերությունները կարող է կայանա միջպետական հարաբերությունների մակարդակով, ինչքան ուզում շփվեք, ինչքան ուզում գնաք գաք։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն ինչ անում։ Ասում մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Թուրքիան բազմիցս արտահայտել է իր քաղաքական գիծը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, նշել է Ֆիդանը։ Այսինքն հերիքա ձեզ կոտորեք, հերիքա ժեստեր անեք, հերիքա ասեք բացեն սահմանը տեսեք ինչ ենք անում, մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրեք, մենք ձեզ հետ հարաբերություն չենք հաստատում։ Հիմա հարց։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է Դոնալդ Տրամպի բարձր հովանու ներքո։ Երբ որ ասում ենք պայմանագրի նախաստորագրածով եկել եք, ասում ենք խաղաղությունը բերել ենք վերջ, ճանապարհները հեսա բացում ենք, հեսա Թուրքիայի հետ էս ենք անում, Ադրբեջանի հետ էս ենք անում։ Ասում ենք ժողովուրդ ջան, դա ստորագրված չի, չկա ոչ մի երաշխիք, ոչ մի ժամկետներ, չկա ոչ մի պարտավորություն, դա ընդհանրապես ինչ որ նախապես բանակցել էիք, այդ տարել եք այդ նախապես բանակցածը նախաստորագրել, որ ցույց տաք, որ դրանից ավել ոչինչ չի ավելանալու, նոր բանակցություն չի գնալու, եթե իրավիճակ փոխվի։ Ու այդ պարագայում հարց է ծագում։
Եթե նախաստորագրելն ու ստորագրելը նույնիսկ ինչպես տեսնում եք Ադրբեջանն ասում է չեմ ստորագրի մինչև պահանջը չկատարեք Թուրքիան ասում է մինչև Ադրբեջանի պահանջը չկատարեք չենք ստորագրի բա ո՞ւմ եք ասում որ խաղաղություն ենք բերել մեզ պետք չէ ասել իրանց ասեք Ֆիդանին ասեք ինչ ես խոսում ինչ կապ ունի պայմանագիրը ստորագրելը Այնօք տենում ենք որ ունի էլի Եթե չունի ասեք իմանա Սրա մասին ենք ասում որ ամեն անգամ ասելով տեսեք մենք հարցերը կարգավորեցինք տեսեք մենք էս արեցինք այն արեցինք դե կարգավորեք Իսկ հիմա դրանն էլ ասենք հատ ուրիշ հարցել կա ես ուզում եմ նաև մենք ուշադրություն դարձնենք այդ հարցի հետ կապված էլ հիշում եք Սերժ Սարգսյանը ինչքան էր կարևորում Թուրքիայի հետ հարաբերությունը էլի ստորագրեցին ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Ցյուրիխում հիշում եք փաստաթղթերը ստորագրեցին հետո չվավերացվեց բայց ինչ արեց Սերժ Սարգսյանը որը որ նույն բանը ոնց որ համարյա նույն ձևով մեր գլխին բերեց Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հիշում եք բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը փորձեց Սփյուռքին համոզել ներողություն որովհետև Ցեղասպանության հետ կապված լուրջ զիջումների էր գնացել, փորձեց գնաց Սփյուռքին համոզել, որտեղ նրանք շատ ցավոտ տարան, պատմաբանների հանձնաժողով ստեղծելը շատ ցավոտ տարան, մեր բանի Ցիտեռնակաբերդի լույսերն անջատել ֆուտբոլային խաղի ժամանակ եւ մեր լոգոյի վրայից Մասիս Սարը հանելը, այդ հիշում եք այդ պատմությունները։ Գնաց Սփյուռք եւ ինչ արեցին, իրան շատ վատ ընդունեցին, անգամ դեմը ճանապարհը փակեցին։ Եվ Թուրքիայի հետ որ ցանկանում էր Սերժ Սարգսյանը հարաբերությունները լավացնել, այդ դեպքում հարց առաջացավ, որ դու ի վիճակի չես կարգավորես Սփյուռքի հետ կապված հարցերը, չես կարողանում կարգավորես, այսինքն ինչի՞ պիտի քո հետ լավ լինենք որ, այսինքն միշտ է եղել պայման Հայաստանի իշխանություններին, որ դուք չեք կարող Սփյուռքին չչեզոքացնեք ու մեր հետ նորմալ հարաբերություն Իսկ Սերժ Սարգսյանը դրա հետ կապված քայլեր արեց, թվում է թե աննշան, բայց լավ էլ արեց այդ քայլերն էություն։ Առաջինը որ Սփյուռքի կառույցներից մեկը դե պարզա թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե Սերժ Սարգսյանի ժամանակ դաշնակցությունը կոալիցիայի մեջ էր, մինչև վերջի պահն էլ դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ էր, բայց դա հարցի մի կողմն էր։ Մենակ այդ չէր արդեն Սփյուռքին պետք էր հիասթափեցնել։ Օրինակ տեսեք 2011 թվականի Կազանի փաստաթուղթը։ Դրանից առաջ եղել է Մադրիդը 2007 թվականին Քոչարյանի ժամանակ նոյեմբերի 29-ին։ Մադրիդի փաստաթղթում կար, որ 5 գումարած 2 շրջանները պետքա հանձնվի։ Այդ նույնը կա Կազանի փաստաթղթում։ Մադրիդը արդեն ստորագրած էր, այսինքն որևէ պատճառ չկար, որ Կազանը ստորագրվի։ Ավելի շատ ուղղակի Կազանը պետք էր, որ նոր նախագահն եկելա ստորագրի։ Թեպետ այդ նոր նախագահը հին նախագահի մոտ բարձր պաշտոններ զբաղեցնում, այսինքն կարային համարեն, որ դա տրամաբանական շարունակություն է։ Բայց ինչ ստացվեց Կազանում։ Երբ որ բոլորը գիտեին, համանախագահներն ասին, որ այդ ամեն ինչը այո կստորագրվի։ Նախագահները այդ երկրների բոլորն էլ այդ թեմային անդրադարձան։ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանից, Բարակ Օբաման Միացյալ Նահանգներից, Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայից, ասեցին, որ ստորագրվելու է։ Սերժ Սարգսյանն է գնաց, որ ստորագրի Կազանում, Ադրբեջանի նախագահն եկավ մտածեցին մի քանի հարց բերեց ու չստորագրեց։ Բայց հիմա նայենք, պատրաստ էր չէ ստորագրելու։ Եվ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Դրանից հետո 11 թվականին Հայաստանը հրաժարվեց, որ եթե Ադրբեջանը համաձայն չի այս փաստաթղթին, ուրեմն մենք հետ ենք կանգնում այդ որոշումից։ Հայաստանը հրաժարվել։ Օրինակ տեսեք, Ցյուրիխի արձանագրությունների երկար ժամանակ մնաց ազգային ժողովում, որ վավերացնեն։ Տեսան Թուրքիան վավերացնելու ցանկություն չունի, հետ կանչեցին։ Իմաստ չունի, երկար ինչի պահենք։ Հարցածագում 11 թվականին Երբ որ Ադրբեջանը մերժեց, դա այսօր բանակցությունները շարունակվում էր։ Հայկական կողմից Սերժ Սարգսյանն ասելա, որ առաջարկվեց համանախագահների կողմից, եթե Ադրբեջանը մերժում է, ուրեմն իմաստ չունի այդ թեման շարունակել։ Համարենք, որ Հայաստանը նույնպես հրաժարվում է այդ նախնական համաձայնությունից։ Նման բառ լսել եք, չեք լսել։ Այսինքն Հայաստանը միշտ սպասում էր, որ
Ալիևը կհամաձայնվի։ Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը հետ չի կանչել ինքը Հայաստանի համաձայնությունը։ Բայց 2011 թվականին դու պատրաստ էիր բոլոր այդ շրջանները հանձնես։ Առաջի հերթին նաև Քարվաճարը, որոնցից էլ լապտի այնտեղ տեղափոխվածները Դաշտային Ղարաբաղից տեղափոխեիր ուրիշ տեղ, բացեք փաստաթուղթը նայեք։ Դու գիտեիր, որ այդ մարդկանց տեղափոխելու եք։ Եթե ոչ այսօր, ապա վաղը ցանկացած պահի, որ Ադրբեջանն ուզեր։ Բայց 2013-14 թվականներին հայկական համահայկական հիմնադրամի փողերով նախնական 33 միլիոն դոլարով որոշեցիք կառուցել Վարդենից Մարտակերտ ճանապարհը։ Ինչու՞։ Չգիտեիք, որ անցնում այն տարածքներով, որը որոշել եք Ադրբեջանին հանձնել։ Նորություններ ձեզ համար։ Այդ ճանապարհը դուք կառուցում եք որպես այլընտրանքային ճանապարհ, բայց բանակցում եք, որ այդ տարածքը հանձնելու եք Ադրբեջանին առաջի հերթին, հա։ Հարցա չէ, ցակում բան չէ համար էիք անում։ Որ Թուրքին հիասթափեցնեք, հա, որտես Թուրքը ձեր առաջ ճանապարհը փագե, որ Ալիևն ասմասկից բանը Էրդողանն ասմասկից Թուրքի հարցերը չեք կարող լուծեք, դու մեր այդ հարցերը ոնց պետք է լուծեք։ Եթե չեք կարող Թուրքին կառավարեք, Թուրքին հիասթափեցրեք, տարանջատվեք Թուրքից։ Չէր արել Սերժ Սարգսյանը։ Եթե չէր արել մի հատ հոդաբաց բացատրություն կարող եք բերել, 11 թվականին խնդրում ես, որ Քելբաջարը վերցնեն, 13 թվականին Քելբաջարով ճանապարհ ես կառուցում։ 33 միլիոն դոլար Թուրքի փողով։ 2 տարվա հավաքած փողն էլ դնում ես։ Չգիտեիր, որ եթե դա հանձնես, այդ ճանապարհը չի գործելու։ Թե կարծում էր ախպերությունը հաստատվելու բանի հետ, Ադրբեջանի հետ։ Այն նույն բանը Նիկոլ Փաշինյանը չարեց։ Փողերը հավաքեք, պատերազմին պետքա։ Ջոկատներ կազմենք, էս անենք, այն անենք, գնանք կռվենք, տնից բերեք, էս արեք, այն արեք։ Սփյուռքը հավաքեց փողերն ուղարկեց, ինչ արեցին, տվեցին բյուջեին, իրանց պարգևավճար տվեցին։ Ինչի համար։ Պարտվելու համար, որտեղ ասեց մեր պարտությունը մեր հաղթանակն է, որպեսի մարդիկ հիասթափվեն, որպեսի մարդիկ ասեն, էսի չեք անում ժողովուրդ, որովհետև Էրդողանն ասել է ոնց թե, եթե չեք կարող Սփյուռքը կառավարեք, ուրեմն Սփյուռքին նեղացրեք, թող մի կողմ քաշվեն։ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը չի շարունակվում, բանափոխվեն։ Իդեպ նաև մի խնդիր էլ կա, էլի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու համար։ Մեր չինացի ընկերների Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը անկասկած կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը։ Մենք շնորհակալ ենք բարի կամքի այս դրսևորման համար։ Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի ժողովրդական հանրապետության քաղաքացիների համար, որոնք այցելում են Ռուսաստան, ասել է Պուտինը Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ սա շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես տնտեսական, այնպես էլ մարդասիրական ոլորտներում։ Հիմա պարզա չէ։ Չինաստանը մեթոդաբար գրավում է Ռուսաստանի տարածքները, մի քանի մեթոդներով, երկարաժամկետ վարձակալությամբ վերցնում է գործարաններ, որոնք այսպես ասած քաղաք կառուցող, քաղաք ստեղծող գործարաններ են։ Այդ գործարանի վրա ապրել է մի ամբողջ քաղաք, որովհետև կամ այդ գործարանում աշխատել է, կամ այդ գործարանի ենթակառուցվածքներում աշխատել, կամ այդ գործարանի շնորհիվ այդ բնակչության համար ստեղծած հիվանդանոցում, մանկապարտեզում, դպրոցում, փոստային ծառայությունում եւ այլ, այսինքն կա գործարան, կա քաղաք, չկա գործարան, չկա քաղաք։ Չինացին եկավ վերցրեց, այդ քաղաքի բնակիչներից ոչ մեկին գործի չի ընդունում։ Չգիտեք դա, չեք տեսել դա, չեք տեսնում ինչ դաշանաբար են այդ հումքը հանում ընդեղից։ Հիմա տեսեք ինչ է, Չինաստանի հետ չինաստինը բարի կամք են անում։ Հեշտացնում են վիզային ռեժիմ, առանց վիզայի ռեժիմով եկեք իրար հետ շփվենք, այն էլ վերաբերում է սովորական անձնագրերին։ Ռուսաստանը պատասխան քայլ է անում, բարի կամքի քայլ է անում։ Քանի որ չինացիները մեզ թողում են առանց վիզայի գնան, մենք էլ թողենք չինացիները առանց վիզայի գան։ Չինացիները այդ առանց վիզայի գնալու այդ նախնական քայլը անում են նրա համար, որ դու պատասխան քայլը անես եւ չբռնվես իբր թե, որ դու դա անում ես Ռուսաստանի արևելքը չինացիներին ավելի հեշտ հանձնելու համար։ Ում եք խափում ժողովուրդ։ Չգիտեք ինչա կատարվում։ 1 կիլոմետր առաջ գնացինք Ուկրաինայում,
Քանի կիլոմետր տվեցիք չինացիներին։ Երբ որ շատ-շատերին ասում ենք, էս է վիճակը, այս մակարդակով, այս խելքով ու իրանց երկրի նկատմամբ այս վերաբերմունքով ցանկանում են Հայաստան կառավարել, ժողովուրդ ջան։ Ու մենք էլ համարում ենք մեղավորը մենք ենք։ Սա մեր աչքի առաջ է, չէ՞։ Բայց ժամանակին, որ ասում ենք, որ Չինաստանի հետ կապված դեռ 2006 թվականին եմ հենց հայկական ժամանակ օրաթերթում եմ այդ հոդվածը գրել, որ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը Չինաստանն է, որ ինքը Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելու արդյունքում վերցնելով է երկրի հողերը, շատ դեպքերում մարդիկ ասում են, այս վերջերս որ Ալիևն ասում էր բանա ցանկանում են Հայաստանի տարածքը վերցնել, այս իշխանության ներկայացուցիչներն էլ հեգնանքով ասում են 13 թվին էլ Ալիևն ասել, էսա ասել, ինչ եք հիմա ցույց տալի, որ դրանից եսիմ ինչ կա։ Ծիծաղում են, էլի, որ 13 թվին էլ ասել։ Բա որ 13-ին ասել է, 16 ընդհակառակը պետք է անհանգստանաք, որ այդ մարդիկ մտներից չեն անել, հետևողական առաջ են գնացել, Արցախի հարցը լուծել են, համը բերաններին է մնացել։ Այսինքն, երբ որ 2006 թվականին ասում ենք, որ Ռուսաստանը արևմուտքի հետ պայքարելու ժամանակ Չինաստանին է տալի իր երկիրը, հետևողական քայլերով ներկայացնում ենք հարցը։ Այն ժամանակ էլ մտածում ինչի հետևից եք ընկել, չեն մտածում, որ դիմացինը այդպես համառորեն մտածում, քայլեր անում, հետևողականորեն քո հետ աշխատում է, հետո գալիս է քո տարածքին տիրանում է։ Հիմա այդ նույն ձևի, երբ որ Ադրբեջանը իր մտքին դրել է դեռ շատ ավելի շուտ, այդ նույն մեթոդներով ոնց կարող է գա Հայաստանին տիրանա, բա դա ենք զգուշացրել, որ իմացեք ինչ կարող է կատարվել։ Մի ուղղակի ժամանակ էլի այդ մասը կկարդամ, եթե կստացվի բան կանեմ։ Մեկ էլ մի բան ասեմ ուղղակի, այս ապատեղեկատվություն, որ տարածվում է իշխանության դեմ, դրանք ամենամեծ նվերն են անում մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ասեմ ինչի, պատկերացրեք, Նիկոլ Փաշինյանը մի սխալ բան է անում, չէ՞։ Ասենք ենթադրենք մի օրինակի համար, մի կիլոգրամանոց սխալ։ Դնում ենք հանգամանորեն վերլուծում ենք, հաթաթ ներկայացնում, դրա վտանգը, դրա խնդիրը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մեկ էլ մեկը գրում է մի հատ Նիկոլ Փաշինյանը 100 կիլոգրամանոց սխալ արել։ Մարդիկ ասում են, հա, չհասկացանք։ Դու էլ ես քննադատում նրանք էլ այդ ուրիշի մոտ 100-ը քո մոտ 1-ը։ Կարող է Փաշինյանին ես պաշտպանում։ Բայց այդ 100 կիլոն ապատեղեկատվություն է։ Իմ ասած է, որտեղ իմ ասածին չեն կարա պատասխանել, ես կապացուցեմ, որ դա ճիշտ է։ Բայց իրանք հատուկ նպատակային այդ 100-ը գրում են, նախ որ ցույց տան, որ իրականը մենք ենք, որ քննադատում ենք։ Հետո Փաշինյանը այդ ապատեղեկատվությունը հերքի ու ասի, «Էս չեք դուք»։ Դրանից հետո էլ ասի, «Դել որ մեկը հերքեմ»։ Այնա օրը մի բան գրում են։ Ուրեմն դուք ուզում եք ասեք, որ Փաշինյանը այնքան բան չունի արած, որ դուք ապատեղեկատվություն եք տարածում, այսինքն ինքը քիչ բան է արել, քիչ բան է թողել, որ դրա համար ապատեղեկատվություն է պետք, այսինքն այդ դեբիլությունն ինչի համար է։ Եթե մարդը դեբիլ չի, բայց դեբիլություն է անում, ուրեմն նրան դրա համար վճարում են, ժողովուրդ ջան։ Մեկ մտածեք, ինչի է պետք ձեզ ապատեղեկատվություն տարածել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերքի 50 հոգով հարցակվեն, ասեն, սենց բան չի եղել։ Ձեզ դա ինչ է տալիս։ Այսինքն Փաշինյանը քիչ բան արել, որը ձեզ հերիք չի, հանգամանորեն ներկայացնելու արած սխալները։ Դա չի կարող պատահականություն լինել, դա արվում է կոնկրետ նպատակային։ Արվեց մի հատ ապատեղեկատվություն, իշխանությունը հերքեց։ Վերջ, ժողովրդի մոտ տպավորությունն է, որ ինչ ասում են, սաղ սուտ են ասում։ Բացի դրանից մասշտաբները մեծացնում են, որ նորմալ փաստարկված քննադատությունը եւ խոսքը թե ինչ է կատարվում մեր երկրում, ասեն դե լավ է, լա նրանք ինչ են ասում, դուք ինչ եք ասում։ Դա հատուկ նպատակային ծառայությունն է Նիկոլ Փաշինյանի, ժողովուրդ ջան։ Պետք չի տենց բաներ անել։ Եթե որևէ մեկը դες ասում է, որ դա արդյունք է տալիս, ձեր տված արդյունքով գնացիք վաղաշաբաթի ընտրություններում տեսանք ինչ արեցիք իշխանությանը։ Պետք է որ իշխանությանը տապալած լինեիք, չէ՞ արդեն։ Այդ ձեր ապատեղեկատվություններով մյուսով պետք է ինեն ծառացելեիք, ժողովուրդը նրանց ընդհանրապես ցայն չտար, չէ՞։ Բայց տեսակ ինչ եղավ։ Հենց եղավ նրա համար, որ այդ կարգի հարցերով միայն օգնում եք իշխանությանը։ Եթե այդքանը չեք հասկանում, ասում եմ, որ հասկանաք, բայց հաստատ գիտեմ, որ հասկանում եք։ Այսօր ժամանակ եք գտել Փաշինյանի ծառայություն մատուցելու։ Հերիք չի ընտրություններում ծառայություն եք մատուցում, որ ասի, այ տեսեք, եթե մեզ զայն չտակ, իրանք գալիս են։ Ձեր վրա վերցրեցիք այդ ամեն ինչը։
որ հեսա այ գալիս եք Հայաստանը մտցնում Ռուսաստանի, դա կարելի է կազմել Հայաստանը Ռուսաստանի տակից, դուս ա եկել, դուք էլ մտցնում եք, կամ դուք կարող եք անկարծ այտենց շփում ունեք Պուտինի հետ, ոնց որ Փաշինյանն ունի, կամ այտենց հավատարմության երթում եք տվել, ոնց որ Փաշինյանը, այս ինչ ընտրություն գնաց, ու այդ ընտրության ամբողջ ընթացքում նպատակային աջակցություն իշխանությանը, ամեն օր խոսել մի բան, որ նրանք կարողանան հերքել, ամեն օր խոսել մի բան, որ նրանք կարողանան ասեն Ժողովուրդ ջան, հիմա տեսեք այս մարդկանց ուզածը ինչ է, տեսնում եք, որ ամեն ինչ սխալ են ասում, կարող ենք ամեն օր իրանց խելքին այս հերքենք, այն հերքենք, սա պատահական լինել չի կարող Ժողովուրդ ջան, դրա համար քանի որ մենք առաջիկայում ընտրությունները եւ առաջիկայում գնալով ավելի է սրվելու, գնալով ավելի է լարվելու, գնալով ավելի է գզվրտոցի ու ցածրաճաշակ կռիվների մակարդակի իջնելու այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է ուղղակի հաշվի առնել մի հանգամանք։ Իշխանությունը բավարար չափով սխալներ արել է, որպեսզի նրա վերարտադրությունը ուղղակի հանրությունը բացառի։ Այդ բավարար չափով սխալների պարագայում պետք է բավարար չափով նորմալ ուժեր ցույց տալ, ասել Ժողովուրդ ջան, ընտրելով այս մարդկանց, դուք այս վիճակից երկիրը կհանեք վերջ։ Իշխանության արածին ավելացնել, հորինել պետք չի, որտեղ ոչինչ չեք հորինի, քանեն որ իրանք իրականում այդ սխալներն անում են։ Ես ուղղակի սա ասում եմ եւս մեկ անգամ, որտեղ տեսնում եք, թե ինչ որ առիթով ոնց են հարձակվում եւ մի անգամ նույնիսկ կարող է տապատեղեկատվությունը իրանք է սարքացնեն, որ դուք խայծը կուլ տակ ու անեք, եթե այդքան միամիտ եք, չնայած դժվար եմ պատկերացնում, որ մեդիա դաշտում փորձառու մարդիկ այդքան միամիտ լինեն, բայց լավ դա էլ եմ համարում, որ իրանք կարող է այդ խայծը գցեն, դուք արագ կուլ տակ առանց աղբյուրը ստուգելու, իրականությունը ստուգելու, ինչ հարց եք լուծում դրանով։ Դրա համար սա շատ կարևոր է, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ, շնորհակալություն։